Գերմանիայի արտգործնախարարությունը ողջունել է մեկ ամսից էլ քիչ ժամանակում ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբականակի մատակարարումը Հայաստան։ Ուրախալի է տեսնել, որ կարևոր քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նշված է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանից Հայաստան է գալիս նավթամթերքի երկրորդ խմբականակը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով այն ներառում է մի քանի հազար տոննա պրեմիում եւ ռեգուլար դասի բենզին, ինչպես նաեւ դիզելային վառելիք։ Իրանում ցույցերը շարունակվել են, հաղորդվում է, որ Քարաջի քաղաքապետարանում հրդեհ է բռնկվել, տարբեր քաղաքներում մզկիթներ են վնասվել։ Ձլմների տվյալով տուժել են հանրային եւ պետական այլ կառույցներ։ Իրանում բողոքի ակցիաները չեն դադարում արդեն մոտ 2 շաբաթ, ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման եւ գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են հակակառավարական բնույթ։ Իրանի անվտանգության խորհրդից հայտնել են, որ հայտնաբերել են ակցիաների հիմնական կազմակերպիչներին, ոմանք արդեն ձերբակալվել են։ Ամբողջ երկրում հեռախոսային եւ ինտերնետ կապը սահմանափակվել է։ Հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվն արդեն հատում է 60-ը, այդ թվում քաղաքացիական անձինք եւ իրավապահներ։ Արևմտյան զլմները գրում են, որ զոհվել է 200-ից ավելի մարդ։ Ձերբակալվածների թիվը գերազանցում է 2000-ը։ Թեհրանը երկրում անկարգություններ հրահրելու համար մեղադրել է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Ցույցերի ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրառում է կատարել X-ում նշելով. Վաշինգտոնն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրանական որոշ քաղաքներ անցել են ցուցարարների վերահսկողության տակ։ Նա նախազգուշացրել է, եթե ուժայինները սպանեն իրանցի ցուցարարներին, Միացյալ Նահանգները ցավոտ հարված կհասցնի Իսլամական Հանրապետությանը։ Բլումբերգի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ քննարկում են ազատ առևտրի մասին հնարավոր համաձայնագիրը որպես Ուկրաինայի վերականգնման հետ պատերազմյան փաթեթի մաս։ Նրա խոսքով նման պայմանագիրը կծառայի նաև որպես տնտեսական անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նաև հայտարարել է, որ տարածքային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է փոխանցել ամերիկյան կողմին եւ ակնկալում է, որ Ռուսաստանը մինչև հունվարի վերջ կարձագանքի Կիևի եւ Վաշինգտոնի համաձայնեցրած 20 կետանոց խաղաղության ծրագրին։ Խոսելով տարածքային հնարավոր զիջումների մասին, նա կարծիք է հայտնել, որ կարելի է Դոնբասի որոշ շրջաններում ազատ տնտեսական գոտի ստեղծել, ինչպես առաջարկում է Վաշինգտոնը, կամ սառեցնել ներկայիս առաջնագիծը եւ բանակցություններ վարել։ Սակայն նրա համոզմամբ Ռուսաստանը պատրաստ չէ իրական դիվանագիտության։ Ուկրաինան երբեք ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները եւ հույս ունի ապագայում վերականգնել երկրի ինքնիշխանությունը, շեշտել է Զելենսկին։ Գրենլանդյան Միացյալ Նահանգներին միացնելու մասին հայտարարությունների ֆոնին կղզում մի շարք կուսակցությունների ղեկավարներ համատեղ հայտարարություն են տարածել։ Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները։ Մենք չենք ուզում ամերիկացի լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացի լինել, ասված է խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Գրենլանդիայում դանիացիների պատմական ներկայությունն ամենևին չի նշանակում, որ կղզին պատկանում է Դանիային։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն պատրաստ է ինչ-որ բան ձեռնարկել Գրենլանդիայի նկատմամբ, նույնիսկ առանց նրա բնակիչների համաձայնության։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Գրենլանդիան պետք է պատկանի Միացյալ Նահանգներին, որ այն չգրավեն Ռուսաստանը կամ Չինաստանը։ Ավելի վաղ Դանիայի վարչապետը հայտարարել էր, որ Գրենլանդիան ուժով զավթելու ցանկացած քայլ կխաթարի տրանսատլանտյան անվտանգության 80-ամյա կապերը։ Եվրոպական մի շարք երկրներ աջակցություն են հայտնել Կոպենհագենին, ընդգծելով Գրենլանդիայի ճակատագիրը պետք է որոշեն կղզու բնակիչները եւ Դանիայի թագավորությունը, որի մաս է կազմում Գրենլանդիան։ Վենեսուելա է մեկնել ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, երկրի ԱԳՆ տվյալով ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը։ Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները եւ փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր։ Գերատեսչությունից նշել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն, երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները։ Ամերիկյան կողմը նաև նախազգուշացրել է, որ թույլ չի տալու Չինաստանին եւ Ռուսաստանին որևէ ազդեցություն ունենալ Վենեսուելայում։ Սպիտակ տնից հայտնել են, որ փետրվարին էլ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել Կոլումբիայի նախագահին քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը։ Մեքսիկայից տեղեկացրել են, որ ամրապնդում են Միացյալ Նահանգների հետ կապերը եւ համակարգումը ու պատրաստ են հանդիպել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող նարկոկարտելները պետք է վերացվեն։ Նա հույս էր հայտնել, որ դա հնարավոր կլինի իրականացնել Մեքսիկայի իշխանությունների հետ գործակցությամբ։ Դիանա Գասպարյան, լուրեր։